Բարև, ես ընկեր Մարոնեմ Think Engineering-ից ու այսօր միասին սարքում ենք Subway Surfers խաղը։ Նա կունենա հետևյալ տեսքը։ Հենց որ սեղմենք ենք դրոշակին, կունենանք preview, այստեղ կունենանք գրվածք tap to play եւ մարդուկին, որը կունենա անիմացիա։ Երբ որ սեղմենք էկրանի ցանկացած հատվածին, խաղը կսկսվի։ Կարող ենք գնալ աջ, ձախ եւ ցատկոտել։ Պետք է հավաքենք միավորներ, ինչքան շատ միավոր հավաքենք, այդքան ավելի լավ։ Եթե մեր կյանքերը ավարտվեն, մեր խաղը կավարտվի եւ կունենանք հետեւյալ տեսքը, կգրվի արդեն մեր միավորները եւ կգրի մաքսիմում score, այսինքն ինչքան միավոր ենք մաքսիմում հավաքեն։ Եթե ուզում ենք վերսկսենք խաղը, ապա սեղմում ենք էլի էկրանի ցանկացած հատվածին եւ խաղը վերսկսվում է։ Ներքևում կտեսնես խաղի հղումը պատրաստի կերպարներով, սեղմում ես այդ հղման վրա, վերևում կհայտնվի remix կոճակը, սեղմում ես remix կոճակին, որպեսզի այդ խաղը պահպանվի քո մոտ։ Ու սկսեցինք։ Ներքևում կտեսնես հղումը, սեղմիր այդ հղման վրա, որպեսզի կերպարները հայտնվեն քո մոտ։ Նաև չմոռանաս սեղմել remix կոճակը վերևում կանաչ գույնի կոճակ է, որպեսզի այդ կերպարները պահպանվեն։ Կտեսնես մի քանի կերպար, այս preview-ն դեռ մեզ հարկավոր չէ, նաև այս տղան հարկավոր չէ։ Եկեք նաև preview text-ը թաքցնենք եւ անցնենք մեր ետնապատկերի հրամաններին։ Եթե նկատենք, որ ետնապատկերը բգն կերպար է իրանից ներկայացնում եւ նա ունի շատ զգեստներ։ Մենք պետք է անընդհատ փոխենք նրա զգեստները, որպեսզի էֆեկտը ստացվի։ Հետևաբար գրում ենք սցենարներ եւ գրում ենք իրադարձություններ բաժնից, երբ դրոշակը սեղմված է։ Այնուհետև պետք է տեղադրենք, որ նա սկսի իր առաջի զգեստից եւ հերթով փոփոխի նրա զգեստները։ Հետևաբար գնացինք տեսք բաժին, վերցնում ենք զգեստը եւ դնում ենք նրա առաջին զգեստը։ Այնուհետև գրում ենք, որ անընդհատ նա պետք է փոխի իր զգեստը հաջորդին։ Կառավարում բաժնից վերցնում ենք անվերջ, որպեսզի անընդհատ փոփոխի զգեստը եւ տեսք բաժնից վերցնում ենք հաջորդ զգեստը։ Փորձարկենք, նկատենք, որ մեր անիմացիան տեղի է ունենում, բայց մենք պետք է նաև ֆիքսենք նրա տեղը, այսինքն որ ասենք խաղը սկզբում լինի կենտրոնում, որ եթե հանկարծակի նրան տեղափոխենք, նա վերադառնա էլի սկիզբ եւ նաև պետք է ավելացնենք, որ գնա ետևի շերտ, որովհետեւ նա ետնապատկեր է։ Հետևաբար գնացինք շարժ բաժին, դնում ենք գնալ դեպի XY 00 կոորդինատներում, այնուհետև 00 կենտրոն նկատի ունեն։ Այնուհետև դնում ենք, որ տեսք բաժնից նա գնա ետևի շերտը։ Իջանք ներքև, գնալ դեպի դիմաց շերտը, դարձնում ենք գնալ դեպի ետև շերտ։ Հիմա եթե մենք օրինակ սեղմենք նրան եւ տեղափոխենք, հենց որ սեղմենք դրոշակին, նա կհայտնվի կենտրոնում։ Նաև եկեք ֆիքսենք նրա չափսը, այստեղ մենք ունենք 200 չափս։ Տեսք բաժնից վերցնենք չափսը 100 եւ սարքենք 200, որ եթե հանկարծ էլի չափսը փոփոխենք, նա սկզբից նորմալ տեսք ունենա։ Այնուհետև եկեք անցնենք հենց մեր հիմնական տղայի կերպարին, այս տղայի կերպարին։ Մեր տղան շարժվելու է աջ եւ ձախ սահելով եւ պետք է փախնի խոչընդոտներից, որոնք կգան առջևից դեպի իրեն։ Հետևաբար գրում ենք նրա հրամանները։ Եկեք գրենք, որ երբ որ մենք դրոշակը սեղմենք իրադարձություններ բաժնից, պետք է նրան ֆիքսենք, նրա տեղը ֆիքսենք։ Օրինակ դնենք այստեղ։ Շարժ բաժնից ֆիքսում ենք նրա հրամանները։ Կարող ենք մի փոքր եւս իջեցնել, օրինակ մինչև -135 եւ x-ը դնենք սրան, որպեսզի կենտրոնում լինի։ Ֆիքսեցինք։ Այնուհետև գրում ենք հրամաններ, որպեսզի նա շարժվի աջ եւ ձախ։ Հետևաբար գրում ենք անվերջ կառավարում բաժնից, եթե ապա կառավարում բաժնից։ Այնուհետև ստուգում ենք, եթե նա սեղմել ենք աջ սլաքը, նա տեղափոխվում է աջ։ Ընկալում բաժնից, վերցնում ենք բացած տեղը սեղմված է, բացատը փոխարինում ենք աջ սլաքով, եւ պետք է գրենք հրաման, որ նա տեղափոխվի աջ։ Գրելու ենք մի փոքր հաշվարկով, որպեսզի սահել հրամանը օգտագործենք եւ սահուն ստացվի այս ամենը։ Շարժ բաժնից վերցնենք սահել հրամանը։ Այնուհետև եկեք գրենք, որ սահի 0.1 վայրկյան,
եւ գրում ենք հետեւյալ արտահայտությունը։ Վերցնենք շարժ բաժնից x կոորդինատը, պետք է նայենք, արդյոք նրա աջ կողմում պատ է թե ոչ։ Այսինքն, եթե պատ է, աջ չի կարող շարժվել, եթե պատ չկա, տվյալ դեպքում օրինակ նրա աջ կողմում պատ չկա, հետևաբար ամեն ինչ նորմալ է եւ տեղափոխվում ենք դեպի աջ։ Եվ գրում ենք x, այնուհետև գնում ենք հաշվարկ բաժին, վերցնում ենք գումարածը, եկեք ներքևում հավաքենք, հետո կտեղադրենք վերև։ Այնուհետև մենք պետք է գրենք, որ եթե x-ին գումարենք 170, 170-ը առաջի կենտրոնական ռելսից մինչև աջ ռելսի հեռավորությունն է։ Եթե դուք կերպարին այսպես շարժեք, մոտավորապես այդ թիվն եք ստանալու։ Գրում ենք, եթե x-ին գումարած 170 ավելի փոքր է, քան 240-ը, 240-ը աջ եզրի հրամանն է։ Այսինքն հաշվարկ բաժնից վերցնում ենք փոքրը եւ գրում ենք, եթե x + 170-ը ավելի փոքր է, քան թե 240-ը, դա նշանակում է, որ նա եզրին չի խփվել։ Հետևաբար գրում ենք կառավարում բաժնից եթե ապա եւ այս ամենը տեղադրում ենք այստեղ։ Եվ գրում ենք, որ եթե ամեն ինչ նորմալ է, նա կարող է շարժվել դեպի աջ։ Այսինքն սահելու հրամանը տեղադրում ենք մեր եթե ապայի մեջ։ Ինչ ստացվեց։ Եկեք վերադարձնենք վերև։ Ստացվեց, որ հենց որ մենք սեղմում ենք աջ սլաքը, պետք է միանգամից ստուգենք, արդյոք մեր աջ կողմում պատ կա։ Եթե պատ չկա, այսինքն մենք աջ եզրին չենք խփվել, այսինքն մեր կոորդինատը 240-ից ավելի փոքր է։ Հետևաբար մենք պետք է գնանք աջ։ Եվ այս արտահայտությունը, որ գրել էինք, կրկնօրինակում ենք եւ տեղադրում ենք մեր աջ հատվածում։ Հետևաբար, որ սեղմենք դրոշակին, սեղմենք աջ, նկատենք, որ նա կգնա արդեն աջ։ Նորից փորձենք, սեղմենք դրոշակին, սեղմենք աջ, գնաց աջ։ Նույն բանը պետք է անենք ձախի համար, ուղղակի արդեն մինուսով եւ ձախի եզրին ստուգելով։ Կարող ենք այս ամենը կրկնօրինակել։ Եկեք ներքևում տեղադրեմ։ Գրում ենք ձախ սլակ եւ այստեղ մի փոքր փոփոխություն ենք անում։ Գումարածը փոխարինում ենք հանածով, որովհետեւ դե արդեն ձախ ենք գնում։ Եվ գրում ենք x-ից հանած 170։ Այս ամենը կարող եմ տանել ձախ ոչնչացնել եւ արդեն մինուսով գրեմ։ Եվ նաեւ այս ամենը տեղադրում ենք վերևում ու փոխում ենք մեր եթե ապայի արտահայտությունը, այս արտահայտությունը։ Գրում ենք, որ եթե այս թիվը ավելի մեծ է, քան թե -240-ը, դա նշանակում է, որ ձախ եզրին չի հպվում, ապա կարող է գնալ աջ ձախ։ Այսպիսի էֆեկտ ստացվեց։ Նկատենք նաև, որ մեր կերպարը ունի զգեստներ, եւ մենք կարող ենք նրա զգեստները փոփոխել։ Հետևաբար գրում ենք տեսք բաժին եւ մեր անվերջի մեջ կարող ենք ամենավերևում գրել, որ նա անվերջ փոխի իր զգեստները, հետևաբար դնում ենք հաջորդ զգեստը։ Կստացվի հետևյալ պատկերը։ Սահուն արդեն գնում է աջ եւ ձախ։ Եկեք գրենք թռիչքի հրամանները։ Թռիչքի համար մեզ պետք է բացատը սեղմել, հենց որ սեղմում ենք բացատին, նա պետք է թռնի եւ իջնի ներքև։ Հետևաբար, էլի գրում ենք կառավարում բաժին, եթե ապա, այնուհետև ընկալում բաժին, երբ բացատը տեղն սեղմված է, եւ պետք է հստակ զգեստ ունենանք։ Տվյալ դեպքում մեր զգեստը կլինի սա։ Թռիչքի ժամանակ այս զգեստը կհագնի։ Անունը հիշում ենք եւ գնում ենք, որպեսզի գրենք։ Բացատ ստեղնը սեղմված է բլոկում, ավելացնում ենք տեսք բաժնից զգեստը, այստեղ դնում ենք մեր զգեստի անունը, տվյալ դեպքում 12-ով վերջացողը, այնուհետև գրում ենք հրամաններ սահուն ցատկելու համար։ Հետևաբար փոփոխական բաժնից վերցնում ենք ստեղծել փոփոխական եւ սարքում ենք gravity, ձգողության ուժը։ Ահա, հայտնվեց մեր gravity։ Փոփոխական բաժնից վերցնում ենք gravity փոփոխականը եւ տալիս ենք նախնական արժեք։ Նրան տալիս ենք 18։ Ինչին, որովհետեւ դա որոշելու է նրա թռիչքի չափսը։ Այս
թիվը ամենահարմարն է։ Դուք կարող եք փոփոխել ըստ ձեր ցանկության։ Կառավարում բաժնից վերցնում ենք կրկնել մինչև, այնուհետև գրում ենք հետևյալ արտահայտությունը։ Հաշվարկ բաժնից վերցնում ենք փոքրը և փոփոխական բաժնից վերցնում ենք gravity-ն, ընկնելու արագությունը։ Եվ գրում ենք, եթե քանի դեռ gravity-ն փոքր չի -18-ից, ապա շարժ բաժնից վերցնում ենք փոխել y-ը, փոխել y-ը նշանակում է կամ բարձրացնել կամ իջացնել։ Տվյալ դեպքում, քանի որ gravity-ն մեր մոտ սկզբից դրական է, y-ը մեծանում է, հետո կեսից բացասական է, փոքրանում է։ Հետևաբար փոխել y-ը և հաշվարկ բաժնից վերցնում ենք gravity-ով։ Նաև վերցնում ենք փոխել gravity-ն -1-ով։ Սա նրա համար է կատարում, որ սկզբից, երբ որ մենք նրան արագություն ենք տալի 18, նա գնալով պակասի, որովհետև թռիչքի ժամանակ մեր իրերը գնալով պակասում են գրավիտացիոն ուժի շնորհիվ։ Գնալով նա կպակասի, ինչ որ մի պահի կդառնա 0, այնուհետև 0-ից կիջնի ներքև, այսինքն հակառակ ուղղությամբ կիջնի, հետևաբար նրա արագությունը կլինի -ով։ Փորձարկենք, նկատենք, որ բոլորի վրա աշխատում է։ Նկատենք, որ մեր gravity-ն էլ փոփոխվում է թռիչքի ժամանակ և ամեն ինչ կարգին է։ Կարող ենք gravity փոփոխականը թաքցնել։ Փոփոխական բաժնից այստեղ ենք սեղմում։ Ահա, եկեք գրենք մեր այս խանգարող կերպարների հրամանները։ Դրա համար գնում ենք խանգարող կերպարի մոտ, նայում ենք նրա զգեստներին։ Տեսնում ենք, որ նա ունի մի քանի զգեստ։ Օրինակ, սկսում ենք left-right train-ից։ Դրա համար սցենարներ բաժնից պետք է ընտրենք էլի դրոշակը, իրադարձություններ բաժնից և գրենք հետևյալ արտահայտությունները։ Մեր train-ը, գնացքը, սկսելու է իր շարժումը վերջից, այսինքն կենտրոնից, մեր ռելսերի վերջից և մոտենալու է դեպի մեզ։ Տվյալ դեպքում այս մի կերպարով մենք գրելու ենք ձախ և աջ ռելսերի գնացքների հրամանները։ Ինչու, որովհետև եթե նկատենք, նրանք ունեն մի փոքր կորություն, իսկ մյուս կերպարը չունի այդ կորությունը, այսինքն ուղիղ է գալիս, հետևաբար նրանց առանձին ենք գրելու։ Նաև նկատենք, որ մենք ունենք train, երկու հատ, և երկու հատ է խանգարող obstacle, այսինքն խանգարող կերպարներ։ Մեր train-ները պետք է տարբեր երկարությունների լինեն, այսինքն պոչեր ունենան։ Հետևաբար սցենարներ բաժնից վերցնում ենք սկզբից չափսը, որ փոքրացնենք, տեսք բաժնից վերցնում ենք չափսը, դնում ենք 4, ամենափոքր չափսն է նրա։ Այնուհետև եկեք նրան թաքցնենք, որովհետև հետո կրկնօրինակներ ենք սարքելու և անվերջ կրկնօրինակներ սարքենք։ Կառավարում բաժնից վերցնում ենք անվերջ և գրում ենք հետևյալ արտահայտությունը։ Մենք ունենք 4 տարբերակ։ Կամ կարող է լինել կապույտ գնացքը, կարմիր գնացքը և այս երկուսից որևիցե մեկը։ Հետևաբար տեսք բաժնից վերցնում ենք զգեստը և հաշվարկից դնում ենք պատահական թիվ 1-ից մինչև 4։ Այնուհետև պետք է հասկանանք, թե որ զգեստն է ընտրված։ Եթե մեր մոտ train է, ապա մի գործողություն ենք կատարում, եթե train չի, ուրիշ գործողություն։ Հետևաբար դնում ենք հետևյալ հրամանը։ Կառավարում բաժնից եթե ապա այլապես և նրա մեջ տեղադրում ենք հետևյալ արտահայտությունը հաշվարկ բաժնից փոքրը, տեսք բաժնից պետք է հասկանանք, թե ինչ զգեստ է ընտրվել։ Հետևաբար վերցնում ենք զգեստի թիվը և հիշում ենք, եթե 1-2 ուրեմն train է, եթե 3-4 ուրեմն obstacle։ Հետևաբար գրում ենք, եթե 3-ից փոքր է, դա նշանակում է կամ 1 կամ 2։ Պետք է train-ի համար նրա հետևի պոչը սարքենք, այսինքն երկարությունը տանք։ Ինչ ենք անում։ Գրում ենք կառավարում բաժին, կրկնել և կրկնելու մեջ դնում ենք պատահական թիվ հաշվարկից 5-ից մինչև 30-ը։ Ու պետք է ստեղծենք կրկնօրինակ։ Հետևաբար ստեղծում ենք կրկնօրինակ կառավարում բաժնից։ Եվ եթե նա գնացք չի,
այսինքն այս պայմանը չի բավարարում, սխալ է պատասխանը, ապա այլապես այստեղ պետք է տեղադրենք, որ ուղղակի մեկ հատ կրկնօրինակ ստեղծվի, հետևաբար գրում ենք ստեղծել իմ կրկնօրինակը եւ ոչինչ չենք անում։ Փորձարկենք, մոռացել ենք կրկնօրինակների հրամանները գրենք։ Եկեք նաեւ դնենք սպասել հրամանը, որպեսզի միանգամից բոլորը չկան։ Ասենք թե մի վայրկյանը մեկ թող կան։ Եվ գրենք կրկնօրինակների հրամանները։ Կառավարում բաժնից երբ սկսում եմ որպես կրկնօրինակ, նրան ցույց տանք։ Նաև նրան պետք է տանենք ետևի շերտ, որովհետև մեր գլխավոր հերոսին պետք է չփակեն նրանք։ Հետևաբար տանում ենք ետևի շերտ, գնալ դիմաց շերտը փոխում ենք ետև եւ գրում ենք, որ անվերջ կան առաջ կառավարում բաժնից անվերջ եւ տեղափոխվել հրամանն ենք օգտագործելու գալ առաջի համար, որովհետեւ ըստ ուղղության է շարժվելու։ Կարող է դեպի աջ կան, դեպի ձախ կան։ Դրա համար դրում ենք տեղափոխվել 10 քայլ եւ փորձարկում ենք։ Ահա, նկատենք, որ նրանք շատ փոքր են ստեղծվում։ Հեսա։ Եկեք նրանց փոքրից մեծացնենք։ Հետևաբար դնում ենք տեսք բաժնից, փոխել չափսը եւ դնում ենք օրինակ 4-ով, որպեսզի շատ մեծ չլինի։ Ահա, նկատենք, որ արդեն նրանք սկսեցին գալ։ Բայց անիմացիան այդքան էլ գեղեցիկ չի, ինչ որ մի բան այն չի։ Դրա համար պետք է ավելացնենք մի փոփոխական, որը փոխելու ենք, որ նրանց արագությունները արդեն կարողանանք կարգավորել։ Հետևաբար գնում ենք փոփոխական բաժին, ստեղծում ենք փոփոխական, բայց միայն այս կերպարի համար եւ անունը դնում ենք train velocity։ Train velocity-ն ցույց է տալիս մեր կերպարի արագությունը, ու ինչքան հեռվից է նա գալիս, այդքան դանդաղ է, ինչքան մոտենում է մեզ, այդքան պետք է արագանա։ Հետևաբար սկզբից կդնենք մեր train velocity-ն 0, այնուհետև ինչքան նա շարժվի, այդքան կմեծացնենք մեր train velocity-ն, այսինքն կփոխենք train velocity-ն 0.5-ով, դուք կարող եք այս բոլոր թվերը փոփոխել, ամենահարմար տարբերակները սրանք են։ Եվ նաև տեղափոխվելու վրա նա պետք է հազդի, հետևաբար մեր train velocity դնում ենք տեղափոխվել 10 քայլ հրամանի մեջ։ Փորձարկենք, նկատենք, որ արդեն անիմացիան շատ ավելի համահունչ է մեր ետնապատկերի շարժի հետ։ Հետևաբար նաև նշենք, որ այստեղ գալիս են մեր կերպարները եւ կանգնում են, այսինքն այս հրամանը պետք որ հենց որ հասնեն այս կետին, նրանք ջնջվեն։ Գրում ենք, եթե կառավարում բաժնից ապա հաշվարկ բաժնից վերցնում ենք փոքր է, որովհետև երբ որ ներքևի եզրին են հասնում, պետք է ջնջվեն։ Շարժ բաժնից վերցնում ենք y-ը եւ գրում ենք փոքր է -180-ից, ներքևի եզրի կոորդինատը։ Կառավարում բաժնից ջնջել այս կրկնօրինակը։ Նկատենք, որ արդեն այստեղ չեն հավաքվում, գալիս են եւ անցնում են։ Բայց մի բան էլ նկատենք, որ նրանք միայն ձախ կողմում են հայտնվում եւ ձախ կողմ են շարժվում։ Եկեք train velocity-ն հանենք, որպեսզի նա այստեղ չխանգարի, բայց նկատենք, որ ամեն ինչ լավ է աշխատում եւ սարքենք մի փոքրիկ մասնիկ։ Մասնիկի իմաստը կանալու է նրանում, որ մենք հասկանանք, ձախ պետք է գնա, թե աջ պետք է գնա մեր train-ը կամ obstacle, այսինքն խանգարող կերպարը։ Ու դրան արդեն նրան ուղղություն տանք եւ կոորդինատներ տանք։ Հետևաբար եկեք գնանք մասնիկ բաժին, ստեղծենք մասնիկ եւ օրինակ անունը դնենք create train։ Ստեղծիր train։ Նրան պետք է փոխանցենք tip պատահական կերպով կամ 1 կամ 2։ Եթե օրինակ առաջինը փոխանցում ենք 1, ապա կգնա ձախ կողմ, եթե 2, ապա աջ կողմ կամ հակառակ։ Հետևաբար նրան պետք է ավելացնենք այստեղ ներմուծման դաշտ, ուշադիր լինենք, գրած է number or text, այսինքն ինչ-որ tip, եկեք գրենք number, և նրան փոխանցել ենք number, հեսա, ստեղծվեց մեր բլոկ, նաև գրենք նրան մարմինը, այսինքն ինչ է նա կատարելու, կառավարում բաժնից,
եթե ապա եւ նայելու է, եթե գրածա 1, ապա ստեղծում է այս կողմում այս ուղղությամբ, եթե 2, ապա այն կողմում այն ուղղությամբ։ Հաշվարկ բաժնից վերցնում ենք հավասարը, եկեք եթե ապա այլապես սովանենք, կարճ գրենք։ Կառավարում բաժնից, եթե ապա այլապես եւ գրում ենք, որ հաշվարկ բաժնից հավասարը, եթե մեր number-ը հավասար է 1, ապա շարժ բաժնից, եկեք ես անջատեմ, շարժ բաժնից գնալ դեպի կոորդինատն ենք դնում, այսինքն ձախ կողմի կոորդինատը եւ նրա ուղղությունը։ Նկատեք, որ ուղղությունը գեղեցիկ, այստեղ ուղղությունը գրված է, գրում ենք -125։ Կրկնօրինակենք եւ եթե 1 չի, այսինքն 2 է, ապա նա թող գնա դեպի աջ կողմ, դնում ենք գնալ դեպի մինուսը հանենք 15, կոորդինատները ֆիքսված։ Նախորդ հատուկ ստուգել եմ, որ հստակ այս կոորդինատները լինի, բայց դուք կարող եք փոփոխել, եթե ձեզ դուր չի գալիս։ Ուղղությունն է թող լինի 127, օրինակ։ Մինուսը հանած։ Նաև այս մասնիկ պետք է կանչենք, հետևաբար կանչում ենք մեր IIS կերպարի մոտ։ Գնում ենք մասնիկ բաժին, նկատենք, որ այստեղ ունենք create train անունով մասնիկ, այսինքն նոր հրաման, ստա վերցնենք եւ տեղադրում ենք մեր անվերջի մեջ։ Այնուհետև պատահական թիվն ենք վերցնում եւ գրում ենք 1-ից 2, այսինքն պատահականորեն որոշում ենք աջ կողմում կստեղծվի թե ձախ։ Փորձարկենք, նկատենք, որ արդեն աջ կողմում են ստեղծվում եւ ձախ կողմում են ստեղծվում։ Այսպիսի գեղեցիկ անիմացիա ստացվեց։ Եկեք երկրորդ train-ի հրամանները գրենք, համարյա նույն բանն են գրելու, ինչ որ առաջինն է, այսինքն left right-ինը, մի փոքր ուղղակի ավելի պակաս հրամաններ են գրելու։ Կարող ենք կրկնօրինակել այս ամենը, այսպես դրոշակից վերցնում ենք, տեղափոխում ենք train-ի մոտ, ահա, եւ սկսում ենք օգտագործել։ Նկատենք, որ ամեն ինչ հայտնվեց այստեղ։ Այստեղ նույնպես զգեստները լրիվ նույն ձևի են, ելի ունենք մի քանի զգեստ։ Կարող ենք այս զգեստը հեռացնել, նա մեզ պետք չի, բայց եթե դες դուր է գալիս, կարող եք թողել։ Եվ այստեղ նույնպես ահա, մնում է նույնը, որովհետև մենք ունենք երկու զգեստ եւ համապատասխանաբար այս հրամանը մնում է նույնը։ Եթե մենք ունենանք train-երը 3 հատ, ապա այստեղ թիվը կդառնա 4։ Նաև հանում ենք այս create train-ը, որովհետև նա մեզ հարկավոր չէ։ Մենք ունենք մի տարբերակ, որն է կենտրոնում ստեղծվում է եւ գալիս է առաջ։ Ավելացնենք նաև կոորդինատները, շարժբաժնից վերցնենք գնալ դեպի եւ գրենք, որ մեր գնալ դեպի լինի 0 -10, որպեսզի նա կենտրոնից գա։ Նկատենք, որ ամեն ինչ աշխատում է։ Նաև պետք է գրենք, որ երբ որ թռիչքից հետո կամ աջ ձախ գնալու ժամանակ մենք կպնում ենք train-երին, ապա մեզ պետք է կյանք պակասի կամ խաղը ավարտվի։ Հետևաբար գրում ենք հետևյալ հրամանը։ Եթե նկատենք, մենք ունենք այստեղ shadow անունով կերպար, որը ցույց է տալիս մեր շողքը։ Դա կատարված է նրա համար, որ երբ որ մեր խանգարող կերպարները, օրինակ սա, գալիս է, մենք պետք է նրա վրայով թռնենք եւ իջնենք ներքև։ Եթե մենք վրայով ենք թռնում, ապա մեզնից կյանք չի գնում, եթե չենք հասցնում, ապա կյանքը պակասում է։ Հետևաբար մենք վերցնում ենք shadow-ը, որ կարողանանք այդ ամենը կազմակերպել։ Գրում ենք, որ մեր shadow-ը միշտ պետք է լինի մեր մարդուկի մոտ, մեր տղայի մոտ։ Հետևաբար վերցնում ենք դրոշակ, անվերջ եւ շարժ բաժնից վերցնում ենք գնալ դեպի։ Ու դնում ենք մեր կերպարի անունը, ոյ։ Եվ պետք է ստուգենք, եթե մենք թռիչքի ժամանակ ենք կպնում, ապա նորմալ է, ոչ մի բան տեղի չի ունենում, այսինքն հասցրել ենք մենք այդ խոչընդոտի վրայով անցնել, եթե ոչ, դա նշանակում է, որ մենք կանգնած վիճակում ենք եւ ուղղակի նրա վրայով անցել ենք։ Հետևաբար գնում ենք կառավարում բաժին, վերցնում ենք եթե ապա այլապես եւ գրում ենք հետեւյալ հրամանները։ Ստուգում ենք
թե մեր gravity-ն ինչ արժեք ունի։ Վերցնում ենք gravity-ն, հաշվարկ բաժնից վերցնում ենք հավասար է եւ դնում ենք gravity-ն հավասար է -19։ Ինչի -19։ Եթե մենք բացենք փոփոխականը, որ տեսնենք ինչպես է աշխատում, նկատենք, որ թռիչքից հետո, այսինքն երբ որ մենք չենք թռնում, նրա արժեքը -19 է։ Հետևաբար, եթե gravity-ն -19 է, դա նշանակում է, որ մենք կանգնած վիճակում ենք։ Եթե նա -19 է, ապա պետք է ստուգենք։ Եթե մենք կպնում ենք կամ աջ կամ ձախ train-ներին, այսինքն խոչընդոտներին, պետք է բոլորին զգուշացնենք, որ խաղի մեջ կյանքը փոխվեց։ Այսինքն մենք կյանքը կորցրեցինք եւ պետք է մեր մարդուկի մոտ անիմացիա։ Եկեք gravity-ն փակեմ եւ գրենք կառավարում բաժնից, եթե ապա հաշվարկ բաժնից կամ ինչի կամ, որովհետեւ կամ աջ կողմինի կամ կենտրոնականին։ Հետևաբար գնում ենք ընկալում վերցնում ենք հպվում է 2 հատ հպվում է դնում ենք left right train ու train mid Եթե հպվում է, ապա կյանքը կպակասի եւ ինչ որ անիմացիա տեղի կունենա Հետևաբար դնում ենք իրադարձություններ բաժնից հաղորդել հաղորդագրություն Այստեղ կգրենք նոր հաղորդագրություն, օրինակ shake, որ մեր մարդուկը իմանա, որ պետք է իր անիմացիան ունի shake։ Այնուհետև կսարքենք փոփոխական, ստեղծենք փոփոխական live բոլորի համար եւ այս live-ը ուղղակի կփոխենք եւ կդարձնենք ավելի փոքր տիպ, այսինքն -1։ Միանգամից կարող ենք ստուգել, որ եթե մեր կյանքերը հավասար է 0-ի, ավարտենք խաղը։ Կառավարում բաժնից եթե այսինքն փոխեցինք եւ միանգամից ստուգում ենք։ Հավասար է փոփոխական բաժնից live, եթե live-ը հավասար է 0-ի, մի հատ էլ հաղորդագրություն ուղարկենք, հաղորդել հաղորդագրություն եւ գրում ենք նոր հաղորդագրություն, հաղորդել եւ սպասել, նոր հաղորդագրություն came over։ Ու քանի որ այս ամենը շատ արագ է տեղի ունենում, նկատեցինք, նրան պետք է դնենք ժամանակ Այսինքն ոչ թե ինքը անընդհատ ստուգել, մի անգամ որ ստուգեց, մի քիչ սպասի, հետո նորից կրկնի ստուգելը։ Կառավարում բաժնից մի անգամից կվերցնենք անվերջը, դնում ենք այս ամենամեծ եթե ապայի մեջ եւ դնում ենք օրինակ 0.5 վայրկյան, որպեսզի կես վայրկյան ընթացքում հասցնենք փախնենք։ Նաեւ պետք է ավելացնենք մեր կյանքերը, թե սկզբում ինչքան պետք է լինեն։ Այդ ամենը կարող ենք գրել մեկ կերպարի մեջ, օրինակ բեմի մեջ։ Գնանք բեմի մոտ եւ այդ հրամանները գրենք։ Երբ որ սեղմում ենք դրոշակին, մեր կյանքերը պետք է լինեն 0։ Փոփոխական բաժնից դնում ենք կյանքը 0։ Այնուհետև պետք է նրան փորձարկենք։ Ահա, նկատենք, որ ամեն ինչ նորմալ է։ Ահա, -1, -2, այսինքն նկատում ենք, որ մեր հրամանները աշխատում են եւ կյանքերը պակասում են։ Ոյ, կյանքերը վերցնենք 0։ Կյանքերը դնում ենք 3 կամ 5, ըստ ձեր ցանկության։ Փորձարկենք, նկատենք, որ պակասեց, մի հատ էլ պակասեց, մի հատ էլ պակասեց, ահա։ Եվ եկեք անիմացիան գրենք մեր հիմնական կերպարի։ Գնացինք հիմնական կերպարի մոտ եւ գրում ենք հետևյալը։ Իրադարձություններ բաժնից երբ ստանում եմ հաղորդագրություն, game over-ը փոխարինում եմ shake, այսինքն ես կպել եմ խոչընդոտի, ապա գնում ենք շարժ բաժին, դնում ենք ուղղությունը 90, դա նրա համար է, որ հստակ ուղիղ լինի, ամեն դեպքում։ Կառավարում բաժնից վերցնում ենք կրկնել, հենց կրկնել, ոչ թե կրկնել մինչև։ Կրկնել 2 անգամ եւ շարժ բաժնից վերցնում ենք շրջվել դեպի ձախ 10 աստիճանով։ Դուք կարող եք ըստ ցանկության փոփոխել։ Ես կրկնօրինակում եմ այս հրամանները, դնում եմ, որ հաջորդ անգամ նա պետք է գնա մի փոքր դեպի ձախ, հետո կգնա մի քիչ աջ, հետո կվերադառնա կենտրոն։ Այսինքն սկզբից կլինի 90 աստիճանում, հետո կգնա մի քիչ դեպի ձախ,
հետո կգնա ամբողջական դեպի աջ, այսինքն օրինակ, եթե նա շեղվում է 20 աստիճանով, հետ կշեղվի 40-ով ու հետ կշեղվի 20-ով ու կգա սկզբնական դիրքին։ Երկու անգամ կրկնօրինակեմ եւ մեջտեղում դնում եմ դեպի աջ շրջվելու հրամանը եւ գրում եմ, որ արդեն 20-ով շարժվի։ Այսպիսի էֆեկտ կլինի, որ սեղմենք միանգամից կտեսնենք։ Այսպիսի էֆեկտ է լինելու մեր մոտ։ Փորձարկենք, նկատենք, որ մեր էֆեկտը աշխատում է։ Ահա։ Եթե զգում եք, որ դանդաղ է ստուգում, կարող ենք սպասելու հրամանը փոխել։ Այսպիսի արդյունք ստացանք, երբ որ սեղմում ենք դրոշակին, մեր մարդուկը տեղաշարժվում է դեպի աջ եւ ձախ, նաեւ կարող է ցատկոտել։ Պետք է զգույշ լինենք մեր խանգարող կերպարներից, որպեսզի նրանց չփվենք, թե չէ մեր կյանքերը կպակասեն։ Երկրորդ հատվածում արդեն կավելացնենք միավորներ, նաև կավելացնենք սկզբնական պատկերը, այսինքն որ սեղմենք play եւ խաղը սկսի։ Նաև restart-ի պահն ենք ավելացնելու եւ ձայներ։ Իսկ դու չմոռանաս բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բաց չթողնես նոր հոլովակները։ Նաև չմոռանաս պահպանել եւ կիսվել մեր հետ։